Շարունակենք դիտարկել մաթեմատիկայի շտամանի խնդիրների դիտարկումը, այս բանի դիտարկում ենք ելի պրոգրեսիաներից եւ դիտարկենք հետեւյալ խնդիրը գտնել 16, 14.6 թվականական պրոգրեսիայի ամենամեծ բացասական անդամը։ Ամենամեծ բացասական անդամը գտնելու համար նախ եւ առաջ պետք է գտնենք իրենց տարբերությունը d։ Իսկ մենք գիտենք, որ d-ն հավասար է a2 հանած a1։ Մեր դեպքում այն հավասար կլինի 14.6 հանած 16, որն էլ իր հերթին հավասար է -1.4։ Տարբերությունը ստացվում ենք -1.4-ը։ Հիմա խնդիրը մեզանից պահանջում է գտնել այն n անդամը, որը որ փոքր է 0-ից։ Երբ ասում եմ ամենամեծ բացասական անդամ, նշանակում է դա պետք է լինի այն բացասական անդամը, որը ամենամոտն է 0-ին։ Հետաբար մենք պետք է դիտարկենք այն-ը փոքր է 0 տարբերակը։ Մենք այն-ի փոխարեն տեղադրենք իր բանաձևը, իսկ այն-ը հավասար իր հերթին a1 գումարած n-1 հատ d։ Սա էլ փոքր է n-1 անգամ d, որը փոքր է 0։ Տեղադրենք տվյալները, մեզ մոտ a1-ը դա 16-ն է, գումարած n-1 հատ d-ն, իսկ d-ն -1.4-ն է, այսինքն գնենք -1.4, փոքր է 0։ Շատ լավ, բացենք փակագծերը, կստանանք հետևյալը 16 հանած 1.4n -1 անգամ -1.4-ը կտա +1.4, այսինքն գումարած 1.4 փոքր է 0, 16-ին գումարենք 1.4-ը կստանանք 17.4, եկեք լավ, վերևը մաքրեմ, քայլ առ քայլ գրեմ, որ ձեզ մաքսիմալ հասկանալի լինի։ Այստեղ նման ընդհանուր միացում անենք, 16-ին գումարած 1.4 կստանանք 17.4, այսինքն 17.4-ը փոքր է 0, 17.4 հանած 17.4 հանած 1.4n-ը։ Սա փոքր է 0, 17.4-ը տանենք հավասարման աճմաս, կստանանք հետևյալը, որ -1.4n-ը փոքր է, 17.4 տանենք նշան փոխվում է լինում է -17.4, -17.4-ից, սա որ -1-ով բազմապատկենք, կստանանք հետևյալը, որ 1.4n-ը նշանը փոխվում է, երբ -1-ով է բազմապատկվում, մեծ է 17.4-ից, ստերից հետևում է, որ n-ը մեծ է 17.4-ը բաժանած 1.4-ի, որն էլ անում է 12.4։ n-ը մեծ է 12.4-ից, 12 ու ինչ որ բան, հետաբար n-ը հավասար է 13-ի։ Այսինքն մենք պետք է գտնենք 13-րդ անդամը, որը որ փոքր է 0-ից։ Շատ լավ, այսքան եկեք մաքրեմ եւ հաշվենք a13-ը։ a13-ն էլ իր հերթին հավասար է a1 գումարած 13 հանած 1 12 անգամ d հավասար a1-ի արժեքը դե մենք ունենք որ 16 է, հանած 12 անգամ -1.4 է, այսինքն դրա համար հանած էլի 12 անգամ 1.4 այստեղ կստանանք։ Եկեք սենց եկենք 12 անգամ 1.4։ Դե այս արտահայտության արժեքն էլ հավասար է -0.8-ի։ Հետաբար ստացանք, որ ամենամեծ բացասական անդամը դա -0.8-ն է։ Շատ լավ, շարունակենք գտնել 4-6 թվականական պրոգրեսիայի այն անդամի համարը, որի արժեքը 34-ն է։ Ընտիր, եկեք սա մաքրեմ, ինձ էլ հարկավոր չի։ Ուրեմն մեզ մոտ տված է 4 եւ 6, այսինքն մեր d տարբերությունը հավասար է 6-ից հանած 4, որն էլ հերթին հավասար է 2։ Ա տարբերությունը գտանք, մյուս կողմից էլ ասում է an անդամը մեր, որը որ պետք է փնտրենք, հավասար է 34-ի ու պետք է գտնենք այս n-ը, որ n-ի դեպքում է, որ այն հավասար 34։ Այն բանաձևն ինչ է ասում։ Ասում է a1 գումարած n-1 հատ d, որը մի քիչ առաջ նորից օգտագործեցինք, սա հավասար է 34-ի, չէ՞։ a1-ի արժեքն ունենք 4, այսինքն 4 գումարած n-1 անգամ d-ներ 2 է բազմապատկած 2-ով հավասար է 34, 4-ը տանենք աճմաս կստանանք -4, այսինքն 2 անգամ n-1-ը հավասար է 34 հանած 4, որը 30 է անում։ Երկու կողմները 2-ով կրճատենք, կստանանք, որ n-1-ը հավասար է 15, իսկ n-ը ստացանք հավասար է 16։ Այսինքն 16-րդ համարի անդամի մասին է այստեղ խոսքը գնում։ Լավ, շարունակենք գտնենք երկրաչափական պրոգրեսիայի 4-րդ անդամը, եթե b2-ը հավասար է -2.4, իսկ b5-ը հավասար է 19.2։ Շատ լավ, մեզ ուզում ենք գտնենք 4 անդամը, չէ՞, b4-ն է ուզում գտնենք։ Իսկ եկեք նախ եւ առաջ ունեցածը մեր փորձենք իրարով արտահայտենք։ Մենք կարող ենք b5-ը արտահայտել b2-ով, այն հավասար է b2 բազմապատկած q խորանարդով։ Այստեղից գտնենք q խորանարդը, այսինքն q խորանարդը հավասար է b5-ը
հարաբերած B2-ի, որն էլ հավասար, իսկ B5-ի արժեքը 19,2 է, B2-ին մինուս 2,4։ Այսպես, ստացանք հավասար է, նույն տարբերություն տալիս է մինուս 8, Q խորանարդ հավասար է մինուս 8, հետեւաբար Q-ն էլ հավասար է մինուս 2, չէ՞ որ մինուս 2-ի խորանարդն է, որ տալիս է մինուս 8։ Մենք գտանք մեր Q-ն, իսկ հաջորդիվ B4-ը պետք է փորձենք արտահայտել, բայց B4-ը կարանք ներկայացնենք B5-ը ավելի շուտ կարանք ներկայացնենք հետևյալ կերպ, B5-ը կարող ենք ասել հավասար է B4 անգամ Q, այսինքն այստեղից B4-ը հավասար կլինի B5-ը հարաբերած Q-ին, որն էլ հավասար է։ B5-ի արժեքը 19,2, իսկ Q-ի արժեքը մինուս 2, հարաբերած մինուս 2-ի։ Այսպես, իսկ սա իր հերթին արդեն հավասար է 9 նույն մինուսով իհարկե մինուս 9,6, այսինքն սա։ Շատ լավ, եկեք սրանք էլ մաքրեմ եւ անցնենք 4 խնդրին, 4 խնդիրն ինչ ասում, հիմա անվերջ նվազող երկրաչափական պրոգրեսիայի գումարը 8 է, իսկ երկրորդ անդամը 1,5 գտնել այդ պրոգրեսիայի հայտարարը։ Անվերջ նվազող երկրաչափական պրոգրեսիայի գումարը S անվերջը հավասար է B1 հարաբերած 1 մինուս Q։ Սա ունենք։ Տվյալ դեպքում մենք նաև ասում ենք, որ երկրորդ անդամով է ներկայացված, իսկ մենք գիտենք, որ մեր B1-ը հավասար է B2-ը հարաբերած Q-ի։ Եկեք մեր այս տվյալները տեղադրենք մեր բանաձևի մեջ։ Ինչ կստանանք։ Կստանանք, որ S անվերջը հավասար կլինի, եթե B1-ի փոխարեն տեղադրենք B2 հարաբերած Q, ապա վերևում կլինի հենց B2-ը, իսկ այս Q-ն կիշնի ներքև, այսինքն կստանանք այստեղ Q անգամ 1 մինուս Q։ Այսպես։ Շատ լավ, իսկ մյուս կողմից ասում եմ, որ տվյալները եթե տեղադրենք, S անվերջը հավասար է 8-ի, այսինքն այս ամբողջ արտահայտությունը ստացանք հավասար է 8-ի։ Նաև մենք ունենք B2-ի արժեքը։ Եկեք դրա համար այս վերևը ես մաքրեմ, փորձեմ այսպես հստակ գրել։ 8-ը հավասար կլինի 1,5-ը հարաբերած Q անգամ 1 մինուս Q-ի։ Այսպես, այստեղ կատային խաչաձև բազմապատկում կստանանք, որ 8Q բազմապատկած 1 մինուս Q-ով հավասար է 1,5, այս ներքևները եկեք մաքրեմ, ինձ էլ պետք չի, փորձենք սա միասին լուծել, այստեղ որ փակագծերը կբացենք կստանանք 8Q հանած 8Q քառակուսի, սա էլ որ բերենք 1,5-ներ որ բերենք հավասարման ծախմած կստանանք հանած 1,5 հավասար է 0։ Այն արտագրեմ հետևյալ կերպ մինուս 1-ով բազմապատկած տարբերակով կգրեմ միանգամից, որ 8Q քառակուսի հանած 8Q գումարած 1,5-ը հավասար է 0։ Սա բազմապատկել է մինուս 1-ով, այստեղից դիսկրիմինանտը պետք է հաշվեմ, դեն հավասար կլինի B քառակուսի 64 մինուս 4 ասած 4 անգամ 8 անգամ 1,5-ն է կտա 48, որը հավասար է 16-ից, 16-ը 4-ի քառակուսին է։ Ստացանք հետևյալը, եկեք ես վերևը մաքրեմ, որ իմ Q-ն, այսինքն Q-ն հավասար է մինուս B, այսինքն մինուս 8, մինուս 8 է, մինուս B-ն կտա 8, պլյուս մինուս արմատն կտա հենց 4, հարաբերած 2-ային, իսկ 2-ան կտա 16։ Հիմա եթե պլյուսով նայենք, ապա կստանանք 12-ը հարաբերած 16-ի, իսկ եթե մինուս դեպքով նայենք, ապա կստանանք 4-ը հարաբերած 16-ի, 4 հարաբերած 16-ի լինում է 1/4, որը 0,25-ն է, իսկ 12-ը հարաբերած 16-ի էլ կստանանք 0,75։ Այսպես, այսինքն 0,25 եւ 0,75։ Վերջ ընկերներ, այսքան այս խնդրի հետ կապված, եթե հարց ունեք, մեկնաբանության դաշտում գրեք, սիրով պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին։ Լավ մնացեք,